Հայաստանի պաշտպանության նախարարությունը ապրիլի 3-ին հերքել է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը կրակոցների մասին։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը թեիփր ապրիլի 2-ին ժամը 13:55-ից 14:05 ընկած ժամանակահատվածում հայկական ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը, նշում է ՊՆ-ն։ Կառույցը հիշեցնում է, որ վարչապետի աշխատակազմը առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և կամ այդ մասին տեղեկությունների հետաքննություն Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել։ Կառավարությունը նախատեսում է խստացնել զինվորական ծառայությունից խուսափելու համար նախատեսվող պատիժները։ Ըստ այդմ, պարտադիր զինվորական կամ այլ ընտրակային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու համար նախատեսված 2-ից 5 տարի պատիժը կառավարությունը առաջարկում է դարձնել 3-ից 6 տարի։ Վարչական հավաքից խուսափելու համար թե նախկինում սահմանվում էր պատիժ տուգանքի ձևով առավելագույնը միջին աշխատավարձի 20 պատիկի չափով կամ կարճաժամկետ ազատազրկում առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկում առավելագույնը 2 տարի ժամկետով։ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միությունում և Եվրամիությունում, դա անհնար է։ Այս մասին ապրիլի 3-ին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն իրավահավասար պետությունների միավորում է, մինչդեռ ԵՄ-ն մի կառույց է, որտեղ տիրում է փայտային կարգապահություն ենթարկվելով հակառուսական նարատիվներին, որոնք տալիս են իրականությունից կտրված բրյուսելյան բյուրոկրատները։ Հայկական ազգային գեղեցիկ պարերից մեկը շալախոն է։ Պարային զույգը համացանցում հանդես է եկել դրա կատարմամբ և հիացրել դիտորդներին, հավաքելով տասնյակ հազարավոր դիտումներ։ Երիտասարդ զույգը Ինստագրամի իր էջում պարային տեսանյութ է հրապարակել, որում ցույց են տալիս, թե ինչպես են եվրոպական տարբեր երկրներում հայկական պարում ազգային երաժշտության ներքո։